Ողջույն, այս դասին մենք ուրեմն կխոսենք T-load հրամանի մասին։ T-load հրամանը թույլ է տալիս մեր սիստեմայի ընթացիկ load-ը տեսնել գրաֆիկական, ուրեմն գրաֆների միջոցով։ Այն ցույց է տալի գրաֆը ընթացիկ տերմինալում, սակայն դուք կարող եք ձեր ուզած տերմինալը նշել, հա։ T-load-ը ունի մի քանի option-ներ, նախ բերեք հավաքենք T-load, մի քիչ սպասենք։ Հիմա դուք կտեսնեք, որ մեր համակարգի ուրեմն load-ը գրաֆը այսպես գծելու է, տեսեք, այն գծում է մեր գրաֆը, հա, սենց։ Այն գծում է գրաֆը, որպեսզի դուք տեսնեք, թե օրինակ, չգիտեմ, երբ է մեծանում գրաֆը կամ ինչ պայմաններում, տեսեք, load-ը մեծացավ։ Q Ctrl+C տանք դուրս գանք այստեղից, մաքրենք։ T-load-ը ներկայացնում է, հա, ասենց ասած գրաֆիկական միջոցով դուք տեսնում եք ձեր համակարգի load-ը, դուք կարող եք նաև նշել տերմինալը, որով ուզում եք տեսնել, օրինակ TTI, սա իմ տերմինալն է, հա, ենթադրենք ունենք տարբեր տերմինալներ, դուք կարող եք հավաքել օրինակ T-load, հավաքել այսպես, ուրեմն dev pts, հա, եւ օրինակ 0, եթե ունենք 1, 1։ Տեսնում եք, որ այս ֆայլը չի կարող այն բացել, քանի որ մենք տերմինալ չունենք, հա, 1 համարը, եթե ես բացեմ ուրիշ տերմինալ եւ այն լինի 1 համարի, ես կարող եմ օգտագործել, սակայն ես կարող եմ օգտագործել իմ ընթացիկը, այսպես։ Եվ տեսնում ենք, որ տերմինալը բացեց, հա։ Որպեսզի իմանաք T-load-ի մասին, կարող եք հավաքել man T-load manual page-ը ստուգել։ Տեսնում եք T-load graphic representation of system load average, հա։ Այստեղ scale ունի, vertical scale-ով ցույց է տալու, կարգավորում եք, թե ինչպես ցույց տալ, delay ունի, թե քանի ժամանակը մեկ ցույց տալ, help ունի եւ version։ Օրինակ T-load, հա, v, չէ, կներեք, v-ն երևի մեծատար v, այսպես, version-ը տեսանք, T-load help եւ տեսնում ենք ինչ պարամետրեր ունի։ Կարող ենք կատարել օրինակ այս հրամանը T-load -d delay-ը, ասենք 2 վայրկյան, -s-ը scale-ը 2 եւ տեսնում եք, որ scale-ը այստեղ փոփոխվեց եւ 2 վայրկյանը 1, այն տեսեք արտապատկերում է մեր սիստեմայի load-ը, հա։ Так, բերեք մաքրենք սա, այսքան այս դասի համար, սա կարճ դաս էր։